ասեցին ես նստեմ, որ մահճակալից ու զորներ Երևան պայման։ Բարև ձեզ սիրելիներս, այսօր խոսենք շատ կարևոր թեմայի մասին, վաղուց քաղաքական թեմաներով չեմ խոսել, բայց հիմա մի փոքր ազատ եմ, որը մնացել է ընդամենը մի ներկայացում, ամսի 29-ին համեցեք Սարի թատրոն, դրա համար կարող եմ մի փոքր ինձ թույլ տալ լոճվել, այսպես ասած, եւ այս լոճված եթերները ավելի շատ են նայում Ուրեմն տեսեք ինչն է հետարքիր։ Էլի լսեցի նայեցի ազգային ժողովը, այս վերջերս հասկացա, որ ոչ թե ոչինչ չի փոխվել, ավելի վատ է դարել։ Ну, մի բան էլ ասեմ, մի քանի հատ այս պոզիտիվ եթերներ արեցի, բայց արեցի այն ոչ թե նրա համար, որ հաճոյանամ ձեզ, սիրելի հետևորդ, այլ նրա համար, այլ հենց իմաստը այն էր, որ ինչ է երևում վերևից։ Հիմա մի քիչ եկեք խորանանք մի քիչ եկեք խորանանք եւ հասկանանք ինչ ունենք իրականում ինչ ունենք, հա։ Так, հա, ձայնագրում է։ Տեսեք։ Նայեցի ազգային ժողովը էլի, հասկացա, պարզ էր, որ ոչինչ չի փոխվել եւ ստացվել է ավելի վատ։ Ես մի հատ հարց ունեմ ձեզ, համ դիմություն, համ անդիմություն, համ իշխանություն, համ մեծամասնություն, համ փոքրամասնություն։ Մի հատ հարց ունեմ ձեզ սիրելիներս։ Ռուսաստանը կոլապսի մեջ է, գիտեք։ Եվ շուտով աշնանը նաև պլանավորում են, նաև խոսում են դրա մասին, որ կարող է Ղրիմը անցնի իր, այսպես ասած, տիրոջը, Ուկրաինային։ Դա Պուտինի միակ խաղաքարտն է, գիտեք։ Եվ եթե այդպես լինի, ապա Ռուսաստանը կհայտնվի կոլապսի մեջ։ Ես ուզում եմ մի հատ իմանամ ազգային ժողովի դիրքորոշումը, այսպես ասած, բացի այն, որ թքում եք իրար երեսի ամբողջ օր, մեղադրում եք իրար շեշ ինչ-որ տենց, դու ես պեղավոր եւ այլն, ինձ հետարքիր է հասկանանք։ Մոտ արապես 2 միլիոն հայրենակից ունենք Ռուսաստանում, եթե նրանք սկսեն մեծ քանակությամբ վերադառնալ։ Թեկուզ որպես տրանզիտ զոնա, որտեղ առանձնապես հենց աշկերտները չի ուռեկան Հայաստանում ապրեն։ Ներեցեք։ Ինչ եք անելու։ Ինձ ուղղակի հետարքիր է նույն ընդդիմությունը կամ նույն իշխանությունը։ Ասենք դուք պատրաստ եք դրան, թե ոչ։ 20,000 ռուսաստանցի եկավ այս վերջերս, սաղորը Facebook-ում մենակ դա են ցույց տալի, որ Լարսի ճանապարհը սենց հա, որ գալիս են դեպի Վրաստան, Վրաստան գալիս են, մեծ մասն է գալու է հետո ստեղ, հա։ Վաղը եթե սկսվեց կատաստրոֆա Ռուսաստանում, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը այդ երկիրն է, որ 100 տարի մեկ ընդ այդպես կատաստրոֆաներ լինում են, էլի, նորմալ է, կայսրություն է, փլվում է, հետո էլի է հառնում, ներեցեք արտահայտությանս համար փյունիկի նման։ Ինչ ենք անելու ժողովուրդ։ Կան մարտահրավերներ, կան խնդիրներ, որոնք պիտի լուծեն։ Դուք նստել եք իրար տրուսիկի մեջ եք մտել, կամ իրար տրուսիկից ռեզին եք սարքել, ռագատկով իրար աշկին եք խփում։ Դուք աննորմալ չեք արա։ Դուք գիժ եք։ Դու գիտեք, ինձ թվում է դուք բոլորդ բան եք, օրենքից դուրս ապրող պանկեր եք ինչ-որ, մնում ասես գլուխները թրաշեք, ստեղսես թողեք սենց, կարմիր ներկեք, օղերը կախեք, սաղորը ուռեք, ծակվեք, իրար հետ քնեք, ով կարևոր չի, տղամարդ, կին, փուր, ախպեր, բան, մեր հերբան, այտենց մի հատ մշակույթի ներկայացուցիչներ եք բոլորդ, որ թքած ունեք ամեն ինչի վրա, հիպի եք, էլի հասկանում եք, կամ չգիտեմ ոնց կարելի է կոչել, այդպիսի զանգված ձեր նման։ Մարտահրավերա լուրջ գործա, լուրջ է։ Գալիս է անկլավների հարցը, մյուս հարցը։ Փաշինյանը ասեց, որ անկլավները պիտի տրվեն, ես հիմա չեմ քննարկում լավ է դա թե վատ է, պիտի տրվեն թե չպիտի տրվեն։ Ես մի հատ ուզում էի հասկանալ, GPT-ին հարցրեցի, դա հայկական տարածք է թե ոչ, GPT-ն ասեց, որ ոչ, դա ադրբեջանական տարածք է։ Մարուքյանին հարցրեցի հայկական է թե ոչ, ասում է չէ, ասում է հայկական տարածք է։ Ղալեչյանին մեր հարգելի քարտեզագետին երեք լսեցի, ասում են հա Ադրբեջանն է տրվել, բայց ոչ մի փաստաթուղթ չկա։ Այսինքն Ադրբեջանի տարածք է, բայց այդ տալու փաստաթուղթը չկա, թե իրը չհասկացա։ Մի խոսքով
Գիտեք ինչ որ մարտահրավեր կա, ես հիմա որպես քաղաքացի եմ ասում, չեմ հասկանում, ասենք մերն ա, մերը չի, զավթել են, չեն զավթելյանք են, զավթել չէ, Պողոսն ա տվել, Պետրոսն ա տվել, թե ինչ ոնց ա եղել, բայց դա ինչ որ մի գործ ա, որ դուք պետք է անեք, ոչ թե թքեք իրար երեսի, ասում եմ, իրար ասենք տենց ծամոնը պոկեք, կպցնեք, ասենք պարտայի մտակը, չգիտեմ, ասենք թքեք իրար բորշի մեջ բուֆետում, հա, ինչ ասեմ, լիմոնադի մեջ չիշի կանեք տակ, որ մյուսը խմի, ոչ թե տես բաներով պիտի զբաղվեք, այլ այդ հարցը պիտի ասենք լուծվի։ Հիմա ինչ որ ձև պիտի լուծվի, անկրավների հարցը պիտի լուծվի, ես գիտեմ որ պիտի լուծվի։ Ոնց է լուծվելու։ Ասենք ու դուք չեք բացատրում ինձ որպես քաղաքացու դա ոնց է լուծվելու։ Ուղղակի ասում եք որ պիտի լուծվի, Փաշինյանը պիտի լուծվի, նրանք ասեցին որ չէ, չենք տալու, չէ, տալու ենք, ըստ երևույթին պատես բազար կսկսվի։ Գիտեք, դուք խայտարակ եք ուղղակի, դուք խայտարակ եք եւ ես ինձ թվում է որ այս ազգային ժողովը պիտի փոխվի, իրականում լելու է երևի։ Չգիտեմ, այն ժողովուրդը որ գնաց դրանց ընտրեց, չընտրեց փոքր ուժերին, երևի հասկանալու է որ հերթական անգամ էշություն արել, որտեվ գնաց փողի եւ իշխանության մեջտեղը կայր է, ասեցում ընտրենք, փող ունեցող ընտրենք ով որ ջեբներս փող կողեց եւ կարող է պատահի բացի պիցայից 2 հատ ռեստորան սարքի ու հյուրանոց ու լավ լինի Ռուսաստանի հետ դզվենք, թե իշխանությանը ընտրենք, որտեվ արդեն ասում շատերը ասում են, «Ալե կերեկը շտացել են, էլի իրանք ընդունենք բան»։ Ասենք դեր արդեն փորձ ունեն էլի դե ում այդ Մակրոնի հետ ով է թա խոսա, ասենք Կարապետյանը, բան չէ, իրական ճիշտ է, հա, ու այդ երկուսի մեջտեղ ընտրեցին փոքր կուսակցությունները, որոնք ոչ որ բան էին առաջարկում, բան էին ուզում, ինչ որ բան, տենց է չգնացին, ասենք ազգային ժողով, ազգային ժողով չանցան ու հիմա նստած ենք էլի կոնտրաստաշտակի դեմ, նայում ենք ոնց են սրանք բանը իրար, ասենք ծեծում։ Այդ էլ մյուս կողմն է մեդալի, այդ որ ասեմ ճանապարհները սարքում են, բան, հա, սարքում են, սա զորավարի ճամփ են քանդած, սարքում մյուս տարի Սարի թատրոնը հայլի ալներում մինչև տուն տանս դուռը ավտոբուսը կգա, ձեր մեքենաներն կգան, սիրելի հանդիսատես, հա, ես եք սարքեմ մինչև վերջ, արդեն պուպուշ կլինի ավելի, բայց խորքային խնդիրներ կա, որ այն մարմինը, որ պիտի դա քննարկի, որոշումներ ընդունի, մեզ հետ խորհրդակցի, որտեղ մենք իրանց ոչ ու փուչ ընտրողներն ենք, չի զբաղվում դրանով, զբաղվում է այ տենց իրար վրա տենց ռագատկով խփելու, տենց կոշիկների մեջ մեղ դնելով, ինչ ասեմ, տենց մի հիմարությամբ, հիշում եմ, ասենք փոքր ժամանակ, ասենք բացում էինք այն հարևանին ում չէինք սիրում, բացում էինք բենզոբակը, մեջը շաքար էինք լցնում, որ կարբուրատորը փչանա, ասենք նույն մակարդակի էլ հիմա ասենք ազգային ժողովն է աշխատում, դա զարմանալի է, ցավալի է իհարկե, դա է հիմնական պրետենզիաս իշխանությանից, իշխանությունը դա երկու թև է, գիտեք, ընդդիմություն եւ իշխանություն, մեծամասնություն, դա իմ պրետենզիան է այս իշխանությանը։ Այդպես, երկրորդ խնդիրը, հիմա տեսեք, կոմենտներ կգնան, որ կսկսեք անձնական վիրավորանքներ, եւ գիտեք վատը որն է սիրելի հետևորդ, ես ում եմ բլոկ անում։ Բլոկ եմ անում նրանց, ովքեր որ սկսում են, ասենք, անձի անունը փոխել, վատ բաներ ասել իր նկատմամբ եմ պաշտոնյաներին, հա, հայոյանք տալ, անձնական վիրավորանքներ, բան ես նրանց բլոկ եմ անում միանգամից, բացատրեմ ինչու, որովհետև նույն, երբ ոստիկանը ինձ կանգնացնում է, թեպետ վերջի մի 10 տարին տես բան չի եղել, համարում եմ ինձ պարկեշտ քշող, եթե կանգնացնում է, ես այդ անձի հետ չեմ խոսում, ես խոսում եմ այն մարդու հետ, ով որ ունի ուսադիր, իսկ դա մեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է, որը որ ապրում է իմ նալոգներով, իմ
քրտինքով, այսպես ասած, եւ ես եթե իրան չհարգեմ, ես ուրեմն չեմ հարգում ինձ։ Եվ ես միշտ խոսում եմ դուքով, ասում եմ պարոն ոստիկան, եթե հասկանում եմ, թե ինչքանի հատ աստղ կա, ասում եմ այդ աստղի համապատասխան պաշտոնը, հետը շփվում եմ եւ եթե տուգանվում եմ, ապա տուգանվում եմ, եթե ներում, ապա ներում, այսպես։ Հիմա նույնը, երբ որ դուք Ալեն Սիմոնյանն ասում եք Ալենչո կամ Ալենչիկ, ես ես բլոկ եմ անում, որովհետև Ալեն Սիմոնյանը մի պաշտոնյա է, որը որ ներկայացնում է ինչ որ մի ասենք տվյալ դեպքում, եթե չեմ սխալվում, ազգային անվտանգության, ես իմիջ լավ ավատ, ապա խոսքը դրա մասին չի, բայց ինքը տեղի ղեկավարն է, ասենք, իսկ առաջ ազգային ժողովի ղեկավարն էր, հա, կամ Նիկոլին ասում եք կոկոլ, ասենք, դա ինձ եք վիրավորում, որտեվ դա իմ վարչապետն է, ես չեմ ընտրել այդ վարչապետին, երբեք չեմ ընտրել, ի տարբերություն շատերի, բայց դա փաստը մնում է փաստ, որ նա իմ վարչապետն է, ասենք ինքը անգամ իր չընտրողների, կարող է ինքը դա չի հասկանում, որ ինքը անգամ իր չընտրողների վարչապետն է լա, դա իր խնդիրն է, որպես անձ, բայց որպես ինստիտուտ, դա ինձ համար ընդունելի չի, որ ինստիտուտի ղեկավարին այդ ուսադիրը ունեցող մարդուն այդպես են ասում։ Նույնն էլ Սերժին, երբ որ մերժում էին Սերժին, ես չէի ընդունում, երբ որ Չիբուրաշկայի, ասենք, բաները հակնում էին, դուրս էին գալի, մեյմունություն էին անում, կարծես թե մեյմունություն անող առաջինը ես պիտի լինեի, բայց արի ու տես, որ շատերը, ովքեր որ հիմա նաև ազգային ժողովում են, նման բաներ են անում, ես ճիշտ ասած մի քիչ խորշում եմ, վատ է զգում ինձ, որտեվ իմ երկրի պրեզիդենտն էր, հիմա լավն էր, վատն էր, դուրս գալիս էր, թե չէ, պարզ է դուրս չէր գալի, հիմա էլ դուրս չի գալի, բայց եթե գիտեք, ինչ որ այդ պարկեշտության ինչ որ մի հատ հետաքրքիր է, չէ, ես խոսում պարկեշտությունից, դա կաճիլիս, պարկեշտության ինչ որ մի հատ սանդղակ կա, որ պետք է չանցնեք, սիրելի հետևորդներ։ Դա գալիս է իշխանությունից, իհարկե իշխանությունից, որտեղ եթե այն մարդը, որը որ կաթողիկոսին ասում է աշխարհի կանոնով, հետո նույն հակադարձում են, ասենք նույնն իրան եւ ինքը իրավունք չունի հետո ընդվզի, որտեղ ինքը կաթողիկոսին, որը որ էլի ինստիտուտի ղեկավար է, ինստիտուտի ինչ որ մի հայ առաքելական եկեղեցու բաննա, կաթողիկոսն է, դու ասում ես Կտրիչ Ներսեսյան, դու ոնց որ չես հարգում այդ ինստիտուտը։ Եթե տեսեք, հիմա էլի իշխանությանը ասեմ, որև այդ փչացած, այսպես ասած, այդ տրադիցիան իշխանությունից է եկել, այդպես դիմելու, հա, իրար։ Եթե դուք համարում եք, որ նա գործակալ է, եսի ինչա բան, հավաքվեիք իր կուտոկով հանգիստ, որոշեիք ինչ եք անում, ածեին դիմեիք, ածեն դոկումենտները հաներ բան, մի օր սուսուփուս ինչ որ այդ հարցը լուծեիք, չգիտեմ ոնց, բայց դա ձեր գործն է, եթե դուք եք բարդացրել այդ հարցը, դուք եք հել այդպես ուրիշի տեղաշորի մեջ մտել այդպես քրքրում, ապա լուծեիք այդ հարցը, բայց դե այդպես լուծելը դա նշանակում է ազգը խայտառակել, ուղղակի ես ուղղակի նախանձում եմ վրացներին, որ Իռակլին որ մահացավ, ամբողջ ազգը սգում էր, բան չեմ կարծում, որ մեր դեպքում այդպիսի բան լիներ, աչերած երբեք ոչ մեկի մահ չեմ ցանկանում, Աստված երկար տարիներ կյանք տա բանին, մեր կաթողիկոսին հարց չկա, բայց նախանձում եմ, որովհետև այդ մարդիկ, ոնց ասեմ, վրացները ներքին այդ պարկեշտությունը ունեն, այդ ինստիտուտ պահելու, պետություն ունենալու բան, էլի, մենք չունենք ժողովուրդ, մենք չունենք ու դա շատ վատ է, շատ ցավալի է, այդ կարմիր գծերը մի անցեք, այդպես կոմենտներ մի գրեք, որովհետև դա առաջի հերթին ձեզ է վիրավորում, դա նույնն է, որ իմանաք, որ ձեր հայրը նարկոման է կամ մայրը պոռնիկ, ասենք, ու սաղ օրը դրա մասին խոսեք, օրենքով գետին է պետք է մտնեք, էլի, օրենքով վատ պետք է զգաք, պետք է ուզենաք մամայի ձեռը բռնեք, ասեք, մամա ջան, ես քեզ փող կտամ, մի գնա ցերետ էլի, պապա ջան, մի սերս քվյարի գնանք քեզ բուժել տա, պետք է վատը զգաք, դուք դες վատ չեք զգում, վատը դա է, դուք դες վատ չեք, ոչ իշխանությունն է իրան վատը զգում, որ այս թևը սենց է, ոչ դուք եք դες վատը զգում, որ թևը, այդ դա ես չեմ կարող հասկանալ, ասենք, միթե դա դες դուր է գալիս, որ ձեր ղեկավարին դուք կարող եք այդպես ասել,
ու դա ձեզ դուր գա կամ միթե ձեզ է դուր գալի որ ձեր կաթողիկոսին դուք կարող եք այդպես դիմել, այդպես չմարի տանել ու դա ձեզ դուր գա։ Հիմա ես գիտեք ինչի եմ այդ թեման բարձում, որովհետև գիտեմ, ասենք հեսա մի քիչ ոնց որ ասում են устаканец բան, состояние, մի քիչ հանգստանա, կսկսեն եկեղեցի գնալ, էլի տենց աղոթել, բան սաղը դարակ Ռոմի պապից ավելի կաթողիկո, բան կաթոլիկ, կսկսեք էլի տենց գլուխ հարթուկել, էլի այդ թեման բարձրացնել, գեներացնել, մանավանդ դա միշտ կրիզիսների ժամանակ միշտ տենց ասենք դուրս է գալ, եթե հիմա էլի արտահերտ ընտրություններ կամ որովհետև մի բան կամ աստված ոչ անի ինչ որ տենց մի կատակլիզմ, էլի կգնաք եկեղեցի կշեշ ինչ աղոթել, բան անել, այդ թեման էլի բարձրացնել ու էլի կաթողիկոսի մորուքից քաշելը։ Հասկանում եք։ Այդ դա է վատը։ Ես կուզեի տեսնեի պարկեշտ հասարակություն եւ պարկեշտ իշխանություն ու պարկեշտ ընդդիմություն, եթե այդպեսին կա։ Երրորդ հարցը, որ կուզեի ուղղակի որպես հումոր ձեզ անեկդոտ պատմել, սիրելի քաղաքացիներ, սիրելի հետևորդներ եւ ոչ միայն հետևորդներ, իդեպ գրանցվեք, էլի շատերը նայում են, բայց չեն գրանցում արա ալիքից։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ուժը գիտեք ինչ է ներկայացնում պարլամենտում, որ հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը։ Հələ ջոկում եք արա, են ուժը, ում ղեկավարը մարդու իրավունքներից կիլոմետրերով հեռու է, կիլոմետրերով հեռուստատեսություններ էր փակում, մարդկանց գլուխը ջարդեր էր տալի ունիտազի վրա, բանում այդ պապլավոգում, մարտի 1 արեց, իր օրոք եղավ հոկտեմբերի 27, ինչ ասես, ասենք հարուստ հայոց պատմության 4000-ամյա պատմության ընթացքում, ասենք ամենա կեղտոտ պերիոդներից իր հանձնաժողով մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարն արա։ Փու, ձեր երեսին սիրելի պարլամենտ, ամբողջ ընդդիմություն, բա բանը եվրոինտեգրման ինչ որ տես մի հատ հանձնաժողով կա, արա էդ Նարեկ Կարապետյանն է, այն որ ռուսական ուժա, Պուտինը հապտաբար այդ սենց արեց, գնաք կընտրեք, բանսանք, բայց չէ, իրավունք չունեն, իրանք հատակաշարք են բաժանել, իրանք ինչ են արել, չգիտեմ, միլիոնատեր են, թալանշի են, իրանք ռուսական ուժ են, արա իրանք եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նարեկ Կարապետյանի դա։ Սիրելի ժողովուրդ, ուզում եք ինչ-որ փոփոխություն լինի, ասֆալտ կփռեն, 100%, ու լավ կփռեն, ու շատ լավ է, ես շատ գոհ եմ, երջանիկ եմ, դպրոց կսարքեն, շատ լավ է, էլի շատ երջանիկ եմ, ասֆալտ կփռեն, բայց Սյունիքի ճանապարհը 8 տարի չի սարքվում։ Այսինքն որն է ավելի կարևոր, Զորավանի ճանապարհը, որը բերում է թատրոն։ Էլի շատ լավ է, ինձ շատ լավ է, դզում է։ Յուղացիք ուրախացել են վերջապես այդ ճանապարհ կունենանք։ Բայց վաղը ո՞նց են գալու ֆուրերը բանից, Պարսկաստանից։ Ինչպես պետք է գնանք Մեղրի, բան, այդ անկլավները ո՞նց պետք է շրջանցվի, գյուղերով, մուղերով, բան, չէ։ Մասմա հարցեր ունեն։ Այսինքն որ ասֆալտն է կարևոր։ Կանեն իհարկե։ Դպրոց կսարքեն իհարկե դպրոց կսարքեն, շենքը կսարքեն, նորմալ է, լավ է, էլի թույն է, լավ է, երեխեն գնա նորմալ դպրոց, սիրուն շենքով, բանով, ամեն ինչ, կոմպյուտերները, բաները, բայց ի՞նչ ծրագիր է այդ դպրոցներում մնալու։ Չգիտեմ։ Հուսամ որ լավը կլինի։ Այսինքն գիտեք ինչ, ամեն ինչ մակերեսային է, այն ինչ որ իսկապես շատ կարևոր է եւ առաջնայինը, ես միշտ խոսել եմ այդ առաջնայինի եւ երկրորդականի մասին։ Դա իհարկե կաղում է, շատ է կաղում եւ չի արվում։ Էդ է մի քիչ ասենք մտահոգեցնում ինձ, այո։ Լայք դրեք, խնդրում եմ, հենց հիմա այդ իմ ասացին, որովհետեւ կուզեի որ հասներ մինչեւ այն վերևները եւ հասկանային որ այո, ամենախելոք հասարակությունը չենք, բայց խոտ չենք ուտում։ Այո, ես ամենախելոք մարդը չեմ, բայց ոչ խարել չեմ, էլի ասենք, հասկանում եմ, էլի ինչա կատարվում ու մեծ հաշվով ցավալի է եւ
Հենց այդքանը, սիրելիներս, այսինքն այդ ամբողջ մեղրի տակառին ես ավելացրեցի մի հատ մեծ գթալ ձուտ, այո, որ հասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ լավ չի, լավ բաներ կա, ասել եմ լավ բաների մասին անցյալ եթերներում, բայց կա նաև կակաշկա, մի հատ մեծ կակաշկա, այո, եւ այդ կակաշկան մենք ճաշակելու ենք եւս 5 տարի, եթե չլինի արտահայտ խորհրդարանական ընտրություններ։ Չգիտեմ, չեմ պետք է լասեի մոռացա, գիտեք, լավ կարևոր չի, մյուս անգամ կասեմ, հա, նու ամենակարևորը ինձ համար, որով ես մերկանցիլ եւ այսպես ասած նյութապաշտ եսակենտրոն էգոիստս հրավիրում եմ դες ամսի 29-ին ին վերջի ներկայացմանը այն լոռուձորն է ներկայացմանը Սարի թատրոն ավտոբուսով կգաք, որպեսզի քանդած ճանապարհով չգաք, այո, կամ էլ ով որ ջիպ ունի հարց չկա, կամ մի քիչ բարձր մեքենա, Opel Vectra բանդրանք են Zephyr-ը, ինչ է, դրանք էլ լավ անցնում, հա, բայց շատ ցածր մեքենաները շատ դժվարությամբ են գալիս, այո, դրա համար ավտոբուսը Մարտերադարանի մոտի ժամը 5-ին 15 պակաս շարժվում է ճուշանակ, իսկ այդ օրը 3-7-9 գարեջուր, որը որ իմ սպոնսորն է, նաև գինի կարած գինիները, կարակ ուտեք, խմեք, կարակ ներկայացման վերջում այդ ամեն ինչ անեք, որովհետև գիտեմ, գինին ու պիվան խառնելու եք իրար, լա զուգարանը սիրուն սարքել եմ, համեցեք։